Երեկվա թոհուբոհի արդյունքում մեր լրատվամիջոցների եւ քաղաքական դաշտի աչքից վրիպեց մի կարևոր փաստ։ Երեք Բաքվում պետական մեղադրողը Ռուբեն Վարդանյանի համար պահանջեց ցմահ ազատազրկում։ Ավելին, պետական մեղադրողը նշեց, որ Ռուբեն Վարդանյանը չի զղջում իր կատարած իբր հանցագործությունների համար, իսկ Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի 42-ից ավել հոդվածով, որից 17-ը ենթադրում է ցմահ ազատազրկում, ռազմական հանցագործություն, վանդալիզմ, մարդկանց ստրկատիրության ենթարկել, զինված խմբավորումներ, ահաբեկչական խմբավորումներ ձևավորել եւ այլն, եւ մենք տեսանք, որ Ռուբենի ընտանիքը փոխանցեց ուղերձ, ես կարծում եմ այդ ուղերձը լինելու է նաեւ Ռուբեն Վարդանյանի, որովհետև վերջի խոսքի իրավունք, ելույթի իրավունք տրվելու է Ռուբեն Վարդանյանին եւ հենց այդ էր արձանագրել ադրբեջանական մամուլը, որ նրա ընտանիքի փոխանցած խոսքում Ռուբեն Վարդանյանն ասել է, որ ինչ արել եմ ճիշտ եմ արել, որևէ բանի համար չեմ զղջում, Արցախը կա եւ Արցախը մնալու է։ Հասկանում եք, սա է արժանապատիվ հայը, ոչ թե այն, ես չեմ էլ ուզում համեմատել այն տիրադավների հետ, ում առջև մի հատ վիդեո են դրել իրենց նորմալ կամ չգիտեմ ոչ ավանդական կամ ոչ ավանդական սեռական հարաբերությունների մասին եւ իրենք դարձել են տիրադավ։ Հասկանում եք, մենք մոռացել ենք մեր ռազմագերիներին, մենք մոռանում ենք, որ Արցախի քաղաքական էլիտային դատապարտել են ցմահ ազատազրկման եւ միջազգային հանրությունը աչքերը փակ նայում է այս ամենին։ Թրամփը Լուկաշենկոին խնդրում է եւ Լուկաշենկոն ազատում է 123 բանտարկյալներ, որոնց գերակշիռ մեծամասնությունը քաղաքական հայացքների համար բանտարկված են, բայց նույն Թրամփը, որ Արամ կաթողիկոսի հետ մինչ իր ընտրվելը զրույցում խոսում եւ ակնարկում էր այն քրիստոնյաների մասին, ովքեր գտնվում են Բաքվի բերդում, որևէ քայլ չի անում, իսկ ինչու չի անում, որովհետեւ ասում են, ձեր իշխանության օրակարգում այդ մարդկանց վերադարձի հարց չկա։